Բարև ձեզ, Բուն TV եթերում այսօր զրուցելու ենք լրագրող Civilnet-ի փաստերի ստուգման թիմի խմբագիր Անի Գրիգորյանի հետ։ Ողջույն Անի։ Ողջույն Աննա ջան։ Շնորհակալ եմ շատ հրավերս ընդունելու համար։ Քեզ շրջանում բազմակի ավելի զբաղված են հատկապես այն լրագրողները, ովքեր որ զբաղվում են հենց փաստերի ստուգմամբ, եւ ձեր թիմը այդ կարևոր գործունեությամբ զբաղվողներից մեկն է։ Առանցքային քննադատությունը, որ կարող է լինել ձեր նման թիմերին, հնչում են մարդկանց կողմից, որոնք բողոքում են, որ փաստերի ստուգման հարթակներն ու խմբերը ինքնին որոշակի արտաքին դերակատարների, այսպես ասած, սպասարկող են դարձել։ Ես կուզեի զրույցը մեր սկսենք նրանից, թե արդյոք այն աջակցությունը, որ նման թիմերը ստանում են Եվրոպական միությունից կամ արևմտյան այլ կառույցներից, նշանակում է արդյոք որոշակի ուղղորդում աշխատանքների եւ փաստերի։ Շատ լավ, նշեմ, որ Civilnet-ի փաստերի ստուգման թիմը գործում է դեռևս 2021 թվականից, ճիշտ է, Civilnet-ը դեռ 2011-ից է գործում, բայց մենք 2021-ին որոշեցինք առանձին թիմ ունենալ, որովհետև հասկացանք, որ միայն ստուգված տեղեկատվություն տալը այսօր մեր հանրության համար բավարար չէ եւ մարդկանց մենք նաեւ պետք է օգնել հասկանալ, թե ինչն է ճիշտ, ինչն է սխալ եւ ինչ հմտություններ ունենալ, որպեսզի կարողանալ ինքնուրույն նաեւ ստուգել տեղեկատվությունը, այսինքն մենք ոչ միայն գրում ենք, ստուգում ենք տեղեկատվությունը եւ դրա մասին հայտնում ենք հանրությանը, այլ նաեւ նրանց տալիս ենք տարբեր հմտություններ, գործիքներ, որպեսզի նրանք ինքնուրույն կարողանան ստուգել, այո, մեդիագրագիտություն ենք այսպես ասած նրանց օգնում սովորել եւ հասկանալ եւ Ինչ վերաբերում է թե արդյոք արտաքին, աղբյուրներից գումար ստանալը կամ աջակցություն ստանալը ազդում է, մեր առաջնային կանոնը, այսպես ասած, յուրաքանչյուր դոնորի հետ շփվելուց, նաև որ մենք պետք է ունենանք խմբագրական անկախություն, այսինքն որևէ դոնոր չի կարող մեզ ուղղորդել, թե մենք ինչ ստուգենք, ինչպես ստուգենք եւ ինչ չափորոշիչներով առաջնորդվենք։ Նախ նշեմ, որ կոնկրետ մենք Civilnet Check-ը միջազգային փաստեր ստուգողների ցանցի անդամ է, ինչպես նաև եվրոպական փաստեր ստուգողի ցանցի անդամ է, սրանք միջազգային շատ հեղինակավոր ցանցեր են, որտեղ դու կարող ես ընդգրկվել, եթե դու անկողմնակալ ես, եթե դու թափանցիկ ես աշխատում, եթե չես սպասարկում որևէ մեկի շահերը եւ աշխատում ես փաստերի ստուգման լավագույն չափորոշիչներով։ Եվ մենք միջև այս ցանցերի անդամ դառնալը մեր ամբողջ կոնտենտը բովանդակությունը ստուգվում է տվյալ կազմակերպությունների ներկայացուցիչների կողմից, այդ ցանցերի ներկայացուցիչների կողմից, եւ եթե մենք այսպես ասած հաղթահարում ենք եւ կարողանում ենք ապացուցենք, որ մենք գործում ենք այդ լավագույն չափորոշիչներին համապատասխան, մենք միայն այդ դեպքում կարողանում ենք այդ ցանցի անդամ դառնալ։ Եվ եթե որևէ պահին մենք օրինակ խախտենք այդ չափորոշիչները, մեր նյութերը լինեն կողմնակալ, մենք միայն մեկ ուժի մասին գրենք եւ մեկ, չգիտեմ, ինչ որ մեկին այսպես ասած խնայենք, մենք ուղղակի այլևս չենք լինի այդ ցանցի անդամ։ Եվ բայց ամեն դեպքում մեզ համար եւ որպես լրագրողներ եւ որպես փաստեր ստուգողներ մեր անկախությունը ամեն ինչից վեր է եւ որևէ մեկը եթե ուսումնասիրի մեր բովանդակությունը, մեր հրապարակած հոդվածները ուղղակի կտեսնի ապացույցները, որ մենք որևէ ուժի եւ որևէ, չգիտեմ, եւ կողմի նախապատվություն չենք տալի։ Ես մեկ օրինակ էլ կարող եմ բերել, առաջին մեր դոնորներից մեկը եղել է BBC-ն, որ ֆինանսավորել է մեր գործունեությունը եւ այն ընթացքում, որ BBC-ն մեզ ֆինանսավորում էր, մենք ֆակտ չեք ենք արել հենց BBC-ի վերաբերյալ, նրանք տեղեկատվություն էին տարածել, թե Ռուսաստանը Հայաստանի տարածքը օգտագործում է Ուկրաինա զորք տեղափոխելու համար եւ մենք ողջել ենք, որ BBC-ի աղբյուրը իրականում մի հատ ադրբեջանական կայք է, թե պատկերացնում եք արդեն այդ ինչպես այդ ինֆորմացիան եւ մենք դրա մասին գրել ենք, այսինքն մենք նույնիսկ կաշկանդվածություն չունենք մեր դոնորների մասին գրելու։ Որպես կանոն այդ քննադատությունները գալիս են այն շրջանակներից, որոնք կամ չեն ծանոթանում այդ նյութերին, կամ պարզապես մտավախություն ունեն գուցե, որ իրենց անդրադարձները, այսպես ասած, վնասելու են իրենց։ Բայց ամեն դեպքում մի
այսպես ասած շերտել կա այդ քննադատության, թե մեծամասամբ փաստեր ստուգող խմբերը անդրադառնում են տեղեկատվական հարձակումներին, որոնք ուղղորդվում են Ռուսաստանի կողմից, այնինչ դրանք տարբեր այլ կողմերից էլ կարող են լինել, բայց դրանց անդրադարձ չի լինում։ Սա նույնպես իհարկե կարծրատիպ է, բայց ես ուզում եմ զրույցի ընթացքում անդրադառնանք սրան։ Վերջերս Civilnet-ը ձեր թիմը մի ծավալուն հետազոտություն էր հրապարակել ցույց տալու համար, թե հարձակումները որ ուղղությամբ են լինում, որտեղից են լինում եւ ինչպիսի մեխանիզմներ են կիրառվում։ Բազում շատ այսպես տպավորիչ անուններ նույնիսկ ունեին այդ մեխանիզմները, ես ռիսկի չեմ դիմի անունները ես չեմ տա, բայց ուրախ կլինեմ, եթե դուք անդրադառնաք այդ մեխանիզմներին նաեւ։ Այո, քանի որ դեռևս 2025 թվականի սկզբից մենք սկսեցինք նկատել, որ մեր տեղեկատվական միջավայրում անընդհատ հայտնվում են սկանդալային հետաքննություններ, այսպես ասած, բացահայտումներ եւ հիմնական ուղղությունը նարատիվները վերաբերում են Հայաստանի իշխանություններին, Բարսասյան պաշտոնյաներին, ինչպես նաեւ հենց թիրախում արևմուտքներ, արևմտյան երկրներն էին եւ տարբեր դրանք իսկապես շատ սկանդալային են, որովհետեւ օրինակ նշվում էր, որ Ֆրանսիան վտանգավոր թափոններ է տեղափոխել Դիլիջանի տարածք, կամ եվրոպական երկրները Հայաստանում մայրերի, հղիների եւ երեխաների վրա տարբեր փորձարկումներ են անում։ Մենք հասկանում ենք, տարբեր հիվանդություններ են ստեղծվում, տարածվում եւ այլն, եւ քանի որ սկզբից դրանք, գիտեք, հիմնական մեխանիզմը այսպես է, դրանք սկզբից տարածվում են ամիսը 1 նման հետաքննությունները։ Հետո մենք նկատեցինք, որ դրանց քանակը գնալով շատանում է եւ շաբաթը 1 ենք այդպես հետաքննություններ տեսնում։ Ու ինչն էր հետաքրքիր, որ դա տարածվում էր հիմնականում անգլերեն կամ ֆրանսերեն, այսինքն անգլալեզու, օտարալեզու կայքերում, հետո դրանք մեծ տարածում էին ստանում կամ Twitter-ում կամ Telegram-ում եւ հետո որոշները հայտնվում էին արդեն հայկական մեդիա տիրույթում։ Մենք հասկացանք, որ մեխանիզմ է գործում, այսինքն հղումանել արևմտյան աղբյուրից իբրև թե լեգիտիմացնում է։ Լեգիտիմ աղբյուր է, ու ինչն է շատ կարևոր, որ շատ դեպքերում այդ կայքերը նմանեցվում էին արդեն գործող հավաստի լրատվամիջոցներին։ Օրինակ նույն այդ Դիլիջանում թափոնների տեղադրման մասին նյութը տարածվել էր Ֆրանս 24-ին նմանակող կայքում, ինչի հետևանքով օրինակ մեր Հայաստանում ամենավստահելի հին կայքերից մեկը տարածել էր այդ նյութը։ Մեդիամաքսն, եթե չեմ սխալվում, չէ՞։ Մեդիամաքսը, հայ, ես փորձեցի դիտալ, բայց այո, Մեդիամաքսը տարածել էր այն նյութը, բայց նրանց հետո երբ որ հերկվել էր եւ արդեն տեղադրեցին եւ ներողություն խնդրեցին, նշեցին, որ իրենք ծուղակն են ընկել։ Եվ ամբողջ այդ ցանցերի նպատակը հենց դա է, իրենք նմանակում են վստահելի լրատվամիջոցների, որպեսզի այն մարդիկ, որոնք չունեն այդ հմտությունները կամ ուշադիր չեն, որովհետև ուղղակի պետք է ուշադրություն դարձնել այդ դեպքում դոմեյնին, հա, ամենակայքի հասցեն եւ կտեսնեն, որ դա France 24-ի օրինակ կայքը չէ։ Եվ շատ-շատերը ընկնում են այդ ծուղակի մեջ։ Եվ մենք սկսեցինք հավաքել, հասկանալ, թե ինչ մեխանիզմներ են կիրառվում եւ հասկացանք, որ այս մեխանիզմները նոր չէ, միայն մեզ մոտ չէ եւ վերջին տարիներին շատ մեծ տարածում է ունեցել նաև եվրոպական երկրներում եւ նաև Մոլդովայում, Ուկրաինայում եւ արդեն այդ երբ որ մեխանիզմները սկսեցինք սպասել, մենք հասկացանք, թե ինչ արշավներ են։ Այդ դժվար անուններով արշավները հիմնականում երեքն են՝ Doppelganger, Matryoshka ցանցը, արշավը եւ Storm 15-16։ Օրինակ Doppelganger-ը դա նա է, երբ որ հենց նմանակում են, հայլային նմանակում են վստահելի լրատվամիջոցների, որպեսզի այսպես լրատվամիջոցները կամ հանրությունը ծուղակը ընկնի եւ մտածի, որ դա վստահելի հայտնի օրինակ ֆրանսիական կայք է գրել։ Storm-ի դեպքում Storm 15-16-ը ավելի վերջերս գործարկվող արշավ է, որի ընթացքում էլի միջազգային լրատվամիջոցների նմանակող կայքերում են տեղադրվում նյութերը, բայց դրանք հետո Twitter-ում տարբեր օգտահաշիվների միջոցով սկսում են շատ արագ տարածվել ու նաև AI-ի միջոցով տեսանյութեր են տարածվում։ Այսինքն դա մեծ արշավ է լինում, հա, կայքում տարածվում է, հետո այդ կայքը, որի տեղը ոչ մեկ չգիտի, այսպես ասած, բայց այդ կայքի հոդվածը սկսում են X օգտահաշիվներով արագ տարածել, հետո նաև շատ դեպքերում Telegram է գալիս, եւ եթե նկատում են մեր լրատվամիջոցները, դրանք բերում են մեր տարածք։ Ես պետք է ասեմ, որ այդ նյութերը շատ ավելի շատ են, այսինքն այդ բացահայտումները, հոդվածները շատ ավելի շատ են, քան թե հայտնվում են մեր մեդիա տիրույթում, ինչը մեզ համար իհարկե շատ լավ է, որովհետեւ ինչն է, իրենց
նպատակն է, որ մենք անընդհատ գրենք իրենց մասին։ Իրենց նպատակն է, որ իրանք բացահայտում անեն ճակերտավոր, մենք դա տարածենք, արտատպենք եւ ավելի շատ բան անենք, հա, ավելի շատ մարդկանց դա հասցնենք։ Ու իրանք մյուս ցանցը, մյուս մատրոշկան է, որի մասին խոսում եմ, մատրոշկան էլի հին ցանցերից մեկն է, իրենք էլի նյութեր են գրում ու ինչ են անում, իրենք նշում են տարբեր փաստեր ստուգող կազմակերպությունների, որ նրանք ստուգեն այդ նյութերը։ Այսինքն անընդհատ ոնց որ ինֆորմացիայի լվացում անեն, փողերի լվացում կա, այստեղ ինֆորմացիայի լվացում, եւ իրանք անընդհատ ուզում են, որ փաստեր ստուգող կազմակերպությունները իրանց անդրադարձ լինի, այդ նյութերը տարածեն, որովհետև ինչն է կարևոր, որ մենք ունենք մի հատ կարևոր քաղաքականություն։ Եթե ինչ-որ լուր միտեղ գրվել է եւ տարածում չի ստացել, մենք երբեք դրա մասին չենք գրում, որովհետև դու ինքդ գրելով նպաստում ես դրա տարածմանը։ Հետաքրքիր է, ես էլ ուզում եի դրա մասին հարցնել, թե արդյոք արդյունավետ չի մինչև հայկական տարածք այդ լուրերը բերելը դրանց անդրադառնալը փաստորեն ճիշտ հակառակը, իրենք այդպիսի նպատակ ունեն։ Որովհետև շատ այսինքն դա նույնիսկ գիտականորեն արդեն հաստատված փաստ է, որ դու անգամ որպես փաստեր ստուգող դրա մասին գրում ես, որ սխալ է, այն մարդիկ, որ հակված են դրան հավատալու, ուզում են դրան հավատան, տեղեկանում են, որ նման բան կա։ Տեղեկանում են, հետո կարող են վերցնել մանիպուլացնել։ Ու մեր քաղաքականությունն այն է, որ մենք միայն անդրադառնում ենք այն կեղծ լուրերին, որոնք տարածում են ստացել կամ կարող են վտանգ ներկայացնել հանրության համար։ Եվ հիմա ինչ են իրենք անում, իրենք փորձում են այսպես անընդհատ լուրեր տան, որ փաստեր ստուգողները ստուգեն այն ինֆորմացիան, որ իրանք են ուզում, եւ նաեւ իրանց այդ նարատիվները տարածեն։ Ու մատրոշկան նաեւ ունի ցանց, օրինակ, բանում TikTok-ում, այնտեղ շատ մեծ քանակով օգտահաշիվներ կան, որ սկսել են նաև կեղծված տեսանյութեր տարածել։ Օրինակ մեր մասով ինչն էր հետաքրքիր, որ դեռևս այս տարվա երևի սեպտեմբերն էր, մատրոշկա ցանցը տեսանյութ էր տարածել, որ Նիկոլ Փաշինյանը Հայաստանում ստեղծում է համակենտրոնացման ճամբարներ, որ Հայաստանում այն նույն իրավիճակն է, ինչ որ եղել է Գերմանիայում հոլոկոստից առաջ, եւ այդ տեսանյութերում օգտագործվում են նաև օրինակ Քիմ Քարդաշյանի deepfake-ը, Սերժ Թանկյանի deepfake-ը, այսինքն նաև հայտնի անձանց deepfake-եր, որոնք խոսում էին, թե Նիկոլ Փաշինյանը ինչ վտանգ է ներկայացնում Հայաստանի համար, որ նա Հիտլերն է, նույնիսկ օգտագործել էին հոլոկոստից տուժողների տեսանյութեր, դրանք AI միջոցով խմբագրել են, որտեղ նրանք եւս խոսում են, թե ինչ վտանգ է Նիկոլ Փաշինյանը Հայաստանի համար։ Այսինքն այդ տեսանյութերը շատ մեծ տարածում են ստացել։ Վկայություն ճակերտավոր տվողներից մեկը պատմում էր իբրև իր մատների կոտրման մասին, չէ՞, ամենատարբեր կեղծ ինչ որ կերպար։ Այո, իրանք նույնիսկ այսինքն ամբողջությամբ կեղծ եւ տեսանյութեր են եւ deepfake-եր են, հա, երբ որ ասում եմ հայտնի մարդկանց, օրինակ այսօր դա շատ հեշտ է, գիտենք AI-ի զարգացմանը զուգահեռ, սա եւս մեկ այլ մարտահրավեր է մեզ համար, որ AI-ի զարգացումը բերում է նրան, որ այդ deepfake-երը դառնում են շատ ավելի կատարյալ եւ հանրության համար շատ դժվար է հասկանալ արդյոք դա կեղծ է թե ոչ, որովհետեւ տարիներ առաջ երբ որ որևէ մեկի խոսքը փորձում էին խմբագրել, միանգամից շուրթերից, աչքերից, ձեռքից շատ հստակ երևում էր, որ դա կեղծ է, որովհետեւ շարժումները հարթ չեն, իսկ հիմա AI-ի զարգացմանը արդեն բերել է նրան, որ դա ուղղակի կատարյալ տեսանյութեր են եւ շատ դժվար է նույնիսկ մասնագետների համար հասկանալ դա ճիշտ է թե ոչ։ Այսինքն այս երեք ցանցերն, այս երեք հիմնական արշավներն են, ինչպես նշեցի, որ արդեն եղել են նաեւ աշխարհի տարբեր երկրներում եւ ուսումնասիրվել է։ Մենք մի քիչ շահեկան դիրքում ենք, անկեղծ պետք է ասեմ, որովհետեւ այդ փորձ ունենք, հա, ուրիշների փորձը։ Այո, մենք կարող ենք, որովհետեւ շատ հստակ է։ Օրինակ այդ արշավների մեջ օգտագործվում են թուրքական կայքեր։ Եվ վերջերս Հայաստանում օրինակ ինֆորմացիա էր տարածվել, որ Նիկոլ Փաշինյանը Էրդողանի խնդրանքով 10 մզկիթ է Հայաստանում կառուցելու։ Աղբյուրը Օդա TV-ն էր։ Օդա TV-ն կեղծ կայք չի, տարիներով գործում է Թուրքիայում, բայց ինչն էր մեզ համար այս դեպքում շահեկան, որ միջազգային հետազոտողները ուսումնասիրել էին Ռուսաստանի ապատեղեկատվական արշավները եւ դրանցում օգտագործվող կայքերը եւ դրանում նշված էր նաեւ Օդա TV-ն։ Մենք հասկացանք, որ դա հստակ իրենց կողմից օգտագործվող աղբյուր է, որտեղ Օդա TV-ով նաեւ ապատեղեկատվություններ տարածվել նույն Ուկրաինայի մասով, այլ երկրների մասով, ոչ միայն Հայաստանի մասով։ Եվ սա մեզ հիմա գոնե օգնում է հասկանալ, թե
ինչ թիմեր են աշխատում, ինչ մեխանիզմներ են գործարկվում, որն է նրանց նպատակը եւ ինչ պետք է մենք անենք, որպեսզի չօգնենք նրանց, որպեսզի իրենց նպատակին հասնել։ Ես դրա համար անընդհատ, երբ որ մեր գործընկերների, խմբագիրների հետ խոսում ենք, իհարկե այստեղ պետք է հասկանալ, որ կան տարբեր շահեր, շատերի դեպքում հաշվի առնելով մեր նաեւ լրատվական դաշտի եւ հանրության բևեռացվածությունը, շատերի դեպքում դա ուղղակի խնդիր չէ, հա, այդ ապատեղեկատվությունը տարածելը, որովհետեւ դա գործում է օգուտ իրենց։ Անկախ նրանից, որ հետո հերկվում է, հոգեբանական իր ազդեցությունը արդեն շահեկան է իրենց համար։ Այո, այստեղ ուրիշ հարց կա, որ էլի մեզ մի փոքր օգնում է, քանի որ Civilnet-ը Meta-ի գործընկերն է Հայաստանում ապատեղեկատվությունը նվազեցնելու նպատակով, նկատի ունեմ Meta-ի հարթակներում, դա կլինի Facebook-ը, Instagram-ը, երբ որ մենք տեսնում ենք, որ ապատեղեկատվություն է տարածվում, մենք պիտակ ենք կիրառում տվյալ գրառման վրա, ինչից հետո տվյալ գրառման տեսանելիությունը ընկնում է, եւ եթե օրինակ մի քանի անգամ ապատեղեկատվություն տարածի, մանիպուլյացիա տարածվի, ընդհանուր էջի տեսանելիությունն է ընկնում։ Իսկ խոսքը միայն լրատվական կայքերի եւ էջերի մասն է, թե նաեւ անհատական էջերի։ Նաեւ անհատական։ Տարբերություն չկա, միայն բացառությունը դա քաղաքական ուժերն են, նույնիսկ եթե քաղաքական գործիչները ապատեղեկատվություն տարածեն, մենք դրա մասին կգրենք, բայց պիտակ չենք կարող ցավոք օգտագործել։ Սա շատ է նաեւ մանիպուլյացիաների առիթ է լինում, որովհետեւ մեզ միշտ ասում են դուք իշխանություններին չեք ստուգում, մենք իշխանություններին ստուգում ենք, մենք իշխանությունների մասով անընդհատ հոդվածներ հրապարակում ենք, բայց մենք պիտակ չենք կարող կիրառել, որովհետեւ ընդդիմադիր քաղաքական գործիչների նույնն ընդդիմադիր քաղաքական գործիչների մասով է, բայց ավելի շատ միշտ այս կողմից է այսպես ասած դժգոհությունը լինում։ Իհարկե մենք որևէ ընդդիմադիր գործչի եւ որևէ իշխանության ներկայացուցիչի նկատմամբ չունենք իրավունք պիտակ կիրառելու եւ իհարկե սա շատ է դժվարեցնում, բայց դա է Meta-ի քաղաքականությունը։ Հատկապես հաշվի առնելով, որ ինչպես հայտնի ասույթն է ասում, ամենից շատ ստում են նախընտրական ժամանակ եւ որսորդության ժամանակ, չէ՞, հիմա ավելի շատ է տարածվելու է։ Բայց անդրադառնալով այդ մեխանիզմներին եւ արշավներին, ես ճիշտ եմ հասկանում, որ կան տարբեր կողմերից, այսպես ասած, տեղեկատվական գրողները եւ Ռուսաստանից եւ Ադրբեջանից եւ Թուրքիայից, բայց ռուսական կողմի այդ արշավներում օգտագործվում են նաեւ թուրքական եւ ադրբեջանական կայքեր եւ որոշակի լրատվական ինչ-որ ներկայացուցիչներ, հա, այսպես կարելի է քարտեզագրել այդ։ Ես ուզում եմ հստակեցնեմ, որ այս նույնիսկ հենց այդ մեխանիզմը թուրքական լրատվամիջոցներին օգտագործելու սեփական նարատիվներ առաջ տանելու համար միայն Հայաստանի մասով չի օգտագործվել։ Եվ մինչ այս նաև վերջերս էլի ուսումնասիրություն է կարդում, որ շատ դեպքերում, օրինակ թուրքական լրատվամիջոցները տարածում են անանուն աղբյուրների հիման վրա սկանդալային տեղեկատվություն, օրինակ նման տարածել են տեղեկատվություն, որ Զելենսկին ամեն ամիս 50 միլիոն դոլար է փոխանցում Սաուդյան Արաբիայում, չեմ հիշում որ երկրում գտնվող իր հաշվին։ Թուրքական աղբյուրը իր անանուն աղբյուրներին հղում տալով նման բան էր տարածել։ Հետո ռուսական լրատվամիջոցները դա վերցրել են, գրել են, որ թուրքական աղբյուրների բացահայտմամբ արդեն Զելենսկին նման այսպես է լվանում Եվրոպայի եւ Ամերիկայի ստացված գումարները եւ իրականում այդ գումարները ոչ թե գնում են Ուկրաինայի պաշտպանությանը, այլ գնում են Զելենսկու հաշիվներին, այսպես ասած։ Իսկ լինում է հենց Թուրքիայի մասին նման հետաքրքիր է, ուզում եմ հասկանալ Թուրքիայի ներքին մոտեցումը դրան ինչպիսին է, երբ իրենց կայքերը օգտագործվում են ռուսական նարատիվները տարածելու համար, հակաթուրքական օրինակ արշավի մեջ լինում են նրանց մասնակցությունը։ Այսքան ժամանակ որ կարդացել եմ, ճիշտն ասած, չեմ նկատել, չնայած օրինակ այս կայքը, որ օրինակ բերեցի, որ գրել էր Զելենսկու մասին, պատկանում է Փերինչեկի մասին լսած կլինեք, այն մարդն է, որ հայոց ցեղասպանությունը անվանում է միջազգային սուտ, այն մարդն է, որ դեմ է Թուրքիայի ՆԱՏՕ-ի անդամ լինելու եւ դեմ էր նաեւ Թուրքիայի Եվրոպական ճանապարհով գնալուն եւ նաեւ շատ սերտ կապեր ունի Ռուսաստանի հետ, այսինքն կարող է այդ կայքով Թուրքիայի իշխանությանը քննադատող ընդդիմադիր տեղեկատվություն լինի, բայց հիմնականում Ռուսաստանը օգտագործում է իրեն հիմա մի քիչ Թուրքիա-Ռուսաստան
ցունները մի քիչ այլ ուղղությամբ են գնում եւ չեն կարող համեմատել նույն Ուկրաինայի կամ Մոլդովայի կամ ԱՄՆ-ի հետ հարաբերություններին եւ հիմնականում մենք ինչ նկատել ենք այդ կայքերը օգտագործվել են հենց այլ երկրների դեմ, հա, ու ինչ էր եղել, երբ որ այսինքն ռուսական տարածվում թուրքական կայքում, հետո ռուսական աղբյուրները, հիմնական պետական գործակալությունները նշում են, որ թուրքական միջազգային թուրքական աղբյուրները նման բացահայտում են արել, ու սա նաեւ օրինակ փորձում է ուղարկվել նաև արդեն ամերիկյան մեդիա, արդեն եվրոպական մեդիա, որ նման բացահայտում ա եղել եւ փորձում են ազդել հանրության վրա, նույն Եվրոպայի բնակիչների, նույն ԱՄՆ-ի բնակիչների վրա, որ նրանք դեմ արտահայտվեն ընդհանրապես Ուկրաինային գումար փոխանցելուն։ Իհարկե այս տեղեկությունը էլի հերքվել էր, բայց ես շքան գիտեմ, որ այս շատ մեծ ռեզոնանս էր ստացել հենց Ամերիկայում եւ շատերը կոնգրեսի ներկայացուցիչներ սկսել են դեմ արտահայտվել, որ տեսեք Զելենսկին մեր գումարները լվանում է եւ պետք չի որևէ օգնություն ուղարկել Ուկրաինա։ Իհարկե մեծամասամբ անհիմն քննադատություններին անդրադառնալն էլ մի տեսակ իրենց կարևորության էլեմենտ է իր մեջ պարունակում, բայց քանի որ չեն դադարում այդ քննադատությունները, կարծում եմ կարևոր կլինի այս վերջին բաղադրիչն էլ անդրադառնալ, որ նման տեսակի ապատեղեկություններ, կեղծ վերլուծություններ կան նաև օրինակ արևմտյան կայքերում, իրական կայքերում, արևմուտքի հետ փոխհարաբերությունների վերաբերյալ ինչ որ ուռճացված վերլուծություններ, բայց որպես կանոն փաստերի ստուգմամբ զբաղվող մարդիկ այդ տեսակ մեխանիզմներին, այսպես ասած, չեն անդրադառնում։ Կուզեի խոսենք սրա մասին։ Միայն Ռուսաստանն է այս տեսակ մեխանիզմներ կիրառում իր նարատիվները տարածելու համար, թե կան նաև օրինակ ժողովրդավարական երկրներ, որոնք այդ սահմանը հատում են կարմիր գծերի իրենց իսկ որդեգրած եւ կիրառում են նաև նման մեխանիզմներ։ Եվ Հայաստանում դա տեսանելի է, թե ոչ։ Ես հենց դրա մասին եմ ուզում խոսել, ես համոզված եմ, որ նույն արևմուտքը Ռուսաստանին դիմակայելու, նույն նարատիվները առաջ տանելու նաև երևի թե օգտագործում է, որոշ դեպքերում միգուցե սահմանները անցնում է, այդ կարմիր գծերը անցնում է, որովհետև շատ է լինում, երբ հանդիպում ենք մեր եվրոպացի գործընկերների հետ, նրանք միշտ ասում են, որ մենք կարծես թե այս տեղեկատվական պատերազմում պարտվում ենք, որովհետև մենք միշտ փորձում ենք աշխատել այդ լրագրության կանոններին համապատասխան, հա, ազատությունը պահելով, ժողովրդավարական արժեքները պահելով, իսկ քո դիմացինը օգտագործում է բոլոր հնարավոր զենքերը եւ այս պատերազմում դու կարծես թե պարտվում ես։ Ես բայց կցանկանայի խոսել, թե մեր տեղեկատվական միջավայրում մենք ինչ ենք նկատում։ Ես ինչպես նշեցի, գոնե այն ժամանակ մենք ավելի քան 4-5 տարի զբաղվում ենք փաստերի ստուգմամբ եւ հիմնականում մեզ մոտ դոմինանտ է եղել, հա, երակշռել է ներքին ապատեղեկատվությունը, եղել է ապատեղեկատվություն իհարկե Ադրբեջանից, Թուրքիայից, հաշվի առնելով նաև այն միջավայրը, որ մենք ապրում ենք, վերջին 5 տարիները պատերազմ, անընդհատ սահմանային լարումներ, Լեռնային Ղարաբաղի կորուստ, այսինքն դրան զուգահեռ միշտ եղել է Ադրբեջանի կողմից տեղեկատվական գրոհներ, եղել է նաև Ռուսաստանի կողմից իհարկե հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղի 23 թվականի իրադարձությունները, երբ որ չկարողացան այնտեղ խաղաղապահները փաստացի որևէ գործողություն իրականացնել եւ գոնե պաշտպանել այնտեղ գտնվող արցախցիներին, այսինքն բայց հիմնական դոմինանտ է եղել մեզ մոտ ամեն դեպքում ներքաղաքական ապատեղեկատվություն, 2021-ի ընտրություններից առաջ էլ ամենամեծ աղմուկը բարձրացրել են հենց ներքաղաքական դաշտում գործող ուժերը եւ իրենց հետ փոխկապակցված տարբեր լրատվամիջոցներ եւ չգիտեմ տելեգրամյան ալիքներ եւ այլն, բայց վերջի տարում մենք հենց ընտրություններից առաջ մենք նկատում ենք, որ շատ հստակ է հենց Ռուսաստանից եկող, այսինքն եթե մենք բոլորի հետքերով գնում ենք, ես այսպես պետք է ասեմ, եթե մենք նկատենք, որ օրինակ ապատեղեկատվությունը եկել է հենց Ֆրանս 24-ից, ես ձեզ կարող եմ հավաստիացնել, որ մենք դրա մասին առաջինը կխոսենք եւ առաջին դրա մասին շատ ավելի բարձր կխոսենք, բայց այն ինչ որ մենք նկատում ենք մեր մոնիտորինգի շրջանում մենք տեսնում ենք, որ մեծամասամբ օգտագործվում են այս հիմնական արշավները, ամբողջ հետքերը տանում են դեպի Ռուսաստան եւ
Ես այս պահին ուղղակի չեմ կարող ասել, թե արևմուտքը գոնե այս պայծրությամբ մեր մոտ ինչ տեղեկատվական, հա, ավելի նկատի ունեմ բացասական տեղեկատվական արշավների մասին, որովհետև ամեն դեպքում նույն ԵՄ-ն փորձում է իր գործունեության մասին օրինակ տեղեկացնել Հայաստանի հանրությանը, անընդհատ դրա վերաբերյալ տարբեր տեսանյութեր են տարածվում, բայց հենց բացասական գործողությունների մասով ես չեմ կարող, լուրերի մասով ես ուղղակի չեմ կարող որևէ օրինակ բերել։ Այս ստուդիայում մեր զրույցները հիբրիդային պատերազմներ մեծ խորագրի ներքո են եւ ամեն անգամ երբ փաստերի ստուգման վերաբերյալ առիթ է լինում խոսելու, առանցքային հարցն է բնականաբար հիբրիդային պատերազմների մեջ, բայց համաձայնեք ինձ հետ, որ հիբրիդային պատերազմ բառակապակցությունը ինքն էլ դարձել է շատ խոցելի եւ հիբրիդային հարձակումների թիրախ է դարձել։ Դրա հետ կապված օրինակ ունեք արդեն իսկ տվյալներ, թե ինչպես տարբեր շրջանակներ փորձում են բացատրել, թե ինչ է հիբրիդային պատերազմը եւ դա անում են ճիշտ հիբրիդային պատերազմի կանոններով։ Համաձայն եմ ձեզ հետ, որ հիբրիդային պատերազմը հիմա հենց օրինակ Հայաստանյան միջավայրում փորձում են ամեն ձևով նսևացնել, այսպես ասած, ծաղրի դարձնել, հա, հեգնել, ասում են դրա վտանգը որն է, նույնիսկ վերջերս մի հատ շատ հարգելի անձ ասել էր ես դրա վտանգը չեմ հասկանում, հիբրիդային պատերազմի վտանգը որն է, կամ այդ լուրերի վտանգը որն է, որ այդքան տարածվում է, կամ ինչ հարձակում, որտեղ այդ հարձակումը, հա, ես ինչպես նշել ենք մեր նյութում, կարծես բոլորը փորձում են ամեն ձև հերքել եւ չտեսնելու տալ այն բոլոր ապացույցները, որոնք արդեն ապացուցում են, որ կա համակարգված աշխատանք եւ կա համակարգված ուղղորդում եւ կա համակարգված միջամտություն մեր տեղեկատվական դաշտին, եւ սա ես ինքս կարծում եմ, որ մենք պետք է նաեւ զգուշ սկսենք խոսել, անընդհատ չարաշահենք նաև այս բառը, անկեղծ եմ ասում, որովհետև եթե մենք ամեն ինչին սկսենք տալ այդ հիբրիդային պատերազմը, այո, նաև մարդիկ սկսում են արդեն անլուրջ վերաբերվել, եւ այո, մեր խնդիրն է, որ մենք փաստարկված խոսենք դրա մասին, մեր խնդիրն է, որ ամեն ինչ ապացույցների հիման վրա լինի, որովհետև ես նշեցի, եթե մենք նման տեղեկատվական օպերացիաներ տեսնենք արևմուտքից, մենք դրա մասին գրելու ենք, մենք դրա մասին խոսելու ենք, եւ եթե մենք հիմա նկատում ենք դա մեծամասամբ Ռուսաստանից, մենք ուղղակի չենք պատրաստվում լռել դրա մասին, որպեսզի քննադատության չենթարկվենք։ Այո, մեր խնդիրն է, որ հանրությունը պատրաստ լինի դրան, մեր խնդիրն է, որ հանրությունը տիրապետի, հասկանա, որ նման մեխանիզմներ են օգտագործվում, եւ երբ որ գնա ընտրություններին ձայն տալու, իր որոշումը կայացնի իրական փաստերի վրա, եւ ոչ թե այն կեղծ լուրերի, որ իրենց համար ստեղծվում են, որտեղ այս ամբողջ օպերացիաները հենց հանրության կարծիքի վրա ազդելու համար են եւ մենք պետք է հանրությանը բացատրենք ես պետք է նշեմ, որ շատ կարեւոր է, որ հասկանանք, որ նաև ներքաղաքական դաշտում հենց հիմա շատ մեծ ապատեղեկատվության հոսք կա եւ այդ հիբրիդային զուգահեռ նաև ներքաղաքական այդ հիբրիդային պայքարը նաև ներքաղաքական այո եւ երբ բոլոր կողմերից շատ մեծ ապատեղեկատվության հոսքեր ենք մենք նկատում, դրան եւս անդրադառնում ենք եւ այնպես չի, որ մենք ասում ենք, որ հիմնականը Ռուսաստանից է գալիս, չէ, մեր հանրության վրա այսօր փորձում են ամենատարբեր կողմերից ազդել, դա կլինի Ռուսաստանը, դա կլինի Ադրբեջանը, դա կլինի Թուրքիան եւ կլինի հենց ներքաղաքական դաշտում քաղաքական ուժերը, որոնք լրատվամիջոցներ են ստեղծում, որոնք արդեն հայտնի իրենց լրատվամիջոցներով ապատեղեկատվություն են տարածում կամ այնպիսի նարատիվներ են տարածում, որ նույնիսկ մեր շատ դեպքերում մեզ դժվար է լինում ստուգելը, բայց այո, այսօր շատ մեծ մեր հանրությունը շատ մեծ թիրախում է գտնվում տարբեր ուժերի կողմից եւ մեր հիմնական նպատակն է նրանց օգնել, որպեսզի նրանք կարողանան տարբերակել։ Համբերություն ձեզ կարևոր ձեր այս աշխատանքի մեջ եւ շնորհակալ եմ շատ զրույցի համար։ Քեզ շնորհակալություն։ Հաջողություն։